Ողջույն սիրելի դիտողներ, այժմ ես գտնվում եմ Genesis հարավկորեական ընկերության, դա նույն Hyundai ընկերության լյուքսային բրենդն է սրահում Մյունխեն քաղաքում եւ կներկայացնեմ Genesis ընկերության արտադրանքը, լյուքսային արտադրանքը։ Genesis-ը բոլորովին նոր ժամանակների բրենդ է եւ հիանալի օրինակ է, թե ինչպես կարող է նոր բրենդը մրցակցել արդեն տասնամյակների, հարյուրամյա պատմություն ունեցող բրենդների, լյուքսային բրենդների հետ, ինչպիսին են Mercedes-ը, Audi-ն եւ BMW-ն, երեք այդ խոշոր գերմանական հսկա ընկերությունները։ Ահա Genesis ընկերության էլեկտրական մոդելները, որոնք ներկայացված են Մյունխենի ամենակենտրոնում է գտնվում ցուցասրահը, որտեղ եւ հիմա մենք կծանոթանանք մոդելների հետ։ Սրանք 3 էլեկտրամոդելներ են, Electrifit G80 մոդելը, որը սկսվում է արժեքը 79100 եվրոից սկսած, սա լյուքս դասի սեդան է, 4 դռնանի լյուքս դասի սեդան եւ իր տեխնիկական հատկությունները ահա ներկայացված է ցուցանակով, մինչև գինը 91540 եվրո, կախված արդեն իր կոմպլեկտացիայից կարող է հասնել, երկու շարժիչով է զինված, 185 ձիաուժ հզորությամբ յուրաքանչյուրը, առաջևում եւ ետևում եւ 700 նյուտոն մետր ահռելի պտտող մոմենտ ունեն այս մեքենաները, հրաշալի ցուցանիշներ են եւ այս մեծ ներկայացուցչական դասի սեդանին բավականին տպավորիչ դինամիկ ցուցանիշներ կարող են հաղորդել։ Մեքենայի ինտերիերը, խնդրեմ, բոլորը բարձրակարգ եւ շքեղ նյութերով է։ Խնդրեմ, մեքենայի ինտերիերը, ինչպես ասեցի, բարձրակարգ շքեղ նյութերով է մեքենան պատրաստված, զինված է բոլոր էլեկտրոնային գերժամանակակից տեխնոլոգիաներով, մեխանիզմներով, Bang & Olufsen հանրահայտ լյուքսային բրենդի աուդիո համակարգով։ Իհարկե շատ մեքենայի սեփականատերեր ետնամասում կերթևեկեն այս մեքենայի եւ գին որակ համադրությամբ, կրկնում եմ 71000 եվրոից ձեր սկսում մեքենայի գինը, բավականին տպավորիչ եւ շքեղ մեքենա է։ Առջևի նստողների համար իհարկե շատ ընդարձակ է մեքենան եւ հարմարավետ, այստեղ բոլոր հարմարությունները եւ երկար ճանապարհորդելու համար առկա են։ Մեքենան բարձրակարգ կաշվով է պատված եւ փայտի համադրությամբ ամեն ինչ հաճելի է եւ բնորոշ լյուքսային դասի մեքենաներին։ Մեքենայի ետնամասում նույնպես հարմարավետ կարող են տեղավորվել ուղևորները եւ հիմա ես ետևում կնստեմ, իմ իսկ ետևում նույն շքեղությունն է եւ ընդարձակ սրահ է պատված կաշվով եւ փայտի ու բարձրակարգ պլաստիկի նյութերով։ 3 հոգու համար է նախատեսված, բայց հարմարությամբ կարող են 2 հոգի իհարկե երթևեկել։ Կրկնում եմ, մեքենան բավականին հարուստ հագեցվածություն ունի եւ շքեղ լյուքսային դասի սեդաններին է պատկանում։ Հաջորդ մեքենան, որը ես կցուցադրեմ, արդեն crossover է քաղաքային եւ մոտենանք հաջորդ մեքենային։
Հաջորդ մեքենան GV70 էլեկտրական քրոսովերն է Genesis ընկերության եւ մեքենան նախատեսված է քաղաքային ճանապարհներում երթևեկելու համար եւ թեթև արտաճանապարհային երթևեկության համար, նույնպես ունի հնարավորինս բարձր լուսաձերբ GV70 էլեկտրամեքենան է եւ արժեքը սկսվում է 75300 եվրոից մինչև 88640 եվրո, զինված է երկու հզոր շարժիչով, առջևում եւ ետնամասում 245 ձիաուժ հզորությամբ, նույնպես 700 նյուտոն մետր պտտող մոմենտով։ Մեքենայի սրահը հագեցած է բարձրորակ կաշվով եւ խրոմ ալյումինային պատված նյութերով։ Ետևում նախատեսված է 3 ուղևորի համար սրահը եւ հնարավորություն կա ամբողջապես ետևի շարքը իջեցնելու, որպեսզի ավելի մեծ ծավալի բեռներ տեղափոխելու համար ծառայի լիարժեք մեքենայի բեռնախցիկը։ Բեռնախցիկը բացվում է շատ գեղեցիկ հաճելի հպումով, ահա տեսեք, բավականին տարողունակ է, եթե փորձենք բոլոր նստատեղերը ծալել։ Այ հետ ստանդարտ իր լիցքավորման համակարգն է, գեղեցիկ պայուսակով։ Մեքենան մրցակցելու է Mercedes, Audi ընկերությունների էլեկտրական քրոսովերների հետ։ Կրկնեմ, Genesis GV70 է կոչվում, բավականին տպավորիչ որակյալ մեքենա է։ Հիմա մենք վարորդի ետևում կտեղավորենք։ Գեղեցիկ շատ ինտերիեր ունի եւ պանորամային տանիքով, սպիտակ կաշեպած սրահ, նույնպես հագեցած է հանրահայտ Bang & Olufsen ընկերության գերբարձր որակի աուդիո համակարգով։ Այժմ վարորդի նստատեղում զգանք հարմարավետությունը, շատ հարմարավետ է եւ գեղեցիկ տպավորիչ ինտերիեր ունի մեքենան եւ ընդարձակ է սրահը, նյութերը, որով որ հավաքված է մեքենան, շատ բարձր որակի տպավորություն են թողնում եւ զարմանալիորեն հաճելի են ինձ համար, քանի որ կրկնում եմ, նման բարձր որակի նյութերով հիմնականում կոմպլեկտավորված են լինում ավելի մեծ հայտնի հանրաճանաչ լյուքսային բրենդները գերմանական։ Հաջորդ մոդելը ավելի փոքր ծավալների քաղաքային քրոսովերն է եւ հիմա կծանոթանանք նաեւ այդ մոդելի հետ։ Դռները բացելիս ավտոմատ նստատեղերը ետ են գնում, որպեսզի ավելի հեշտ լինի մեքենայից ելքը դուրս գալը։ Հաջորդ մոդելը ավելի փոքր չափսերի քրոսովերն է, հա այցելուներից մեր սրահի GV60 է կոչվում եւ արագ ծանոթանանք, արժեքը սկսվում է 63400 եվրոից մինչև 84260 եվրո, կախված հագեցվածությունից։ Քաղաքային քրոսովեր է եւ ավելի փոքր դասի քրոսովերների Audi, BMW, Mercedes մեքենաների համապատասխան Q5, GLC եւ BMW X4
մագնիշի մեքենայի հետ կարող է մրցակցել։ Ներքևում արդեն ավանդական մեքենաներն են սրահի եւ ես կարճ հիմա կցուցադրեմ ներքևի սրահում ներկայացված երկու մեքենա։ Ներքևում առաջին հարկի սրահում ցուցադրված է հատուկ Genesis Magma Racing մոդելը, որը որ խորհրդանշում է ընկերության տեխնոլոգիական առաջընթացը եւ ձգտումները, թե ինչ բարձունքների է ձգտում Genesis ընկերությունը։ Այս շքեղ սպորտային մեքենան հարավկորեական բրենդի, տեսնում ենք հարավային Կորեայի դրոշը։ Եվ ներկայացված են երկու սերիական մոդելներ, հիմա ես կցուցադրեմ դրանք։ Առաջին մոդելը G90 սեդանն է, դասական, շքեղ ներկայացուցչական սեդան, լյուքս 10-ի, հագեցած գերժամանակակից տեխնոլոգիաներով եւ իհարկե կաշեպատ բարձր որակի սրահը, նույն կերպ Bang & Olufsen ընկերության աուդիո համակարգով ետևի նստատեղերը նախատեսված են հարմարությամբ երթևեկելու երկու ուղևորների համար, մոնիտորներով անհատական։ Մեքենայի առաջնամասը եւ մեքենայի արժեքը հիմա ես կցուցադրեմ։ Արժեքը 115,000 եվրոից է սկսում, բազանի եւ 116,180 եվրո մինչեւ կարող է բարձրանալ։ Մեքենան զինված է 415 դիաուշ զորությամբ, վեաձև 6 մխոցային շարժիչով, 550 նյուտոն մետր պտտող մոմենտով։ Հաջորդ մեքենան դա քաղաքային 4 դռնանի կուպեն է, GV60 Magma կոնցեպտը, որը որ սերիական արտադրության չէ, այլ կոնցեպտուալ մոդել է եւ առանձնացված է, այսինքն չի կարելի մեքենայի ներսում նստել, բայց կարող ենք ներսումից ցուցադրել այս կոնցեպտը։ Գեղեցիկ շատ բարձրաճաշակ ինտերիեր ունի, թավշապատ կաշվով եւ իհարկե բարձրորակ նյութերով։ Genesis Magma G60 կոնցեպտ։ Ինչ սիրելի դիտողներ, ես այսպիսով ավարտում եմ, ամփոփում եմ այս տեսանյութը, հարավկորեական Genesis լյուքսային բրենդի, որ պատկանում է Hyundai ընկերությանը, բայց արդեն առանձին բրենդ է դարձել եւ մրցում է, նշեցի, լյուքսային մեքենաների դասում։ Շնորհակալություն, բաժանորդագրվեք Հայկ Ալիքին, կիսվեք մեր տեսանյութերով, հիշեցնեմ տեսանյութը ձեզ համար պատրաստում եմ հատուկ Մյունխեն քաղաքից։